եկավ մի պահ, որ ինձ խորհուրդ տվեցին գալ Գյումրի։ Հաջորդ կանգառը Գյումրի։ Այո, հաջորդ կյանք կանգառը վերջնականը Գյումրի թատրոն, որտեղ ես 14 թե 15 տարի Գեղարվեստական ղեկավարն էի։ Իսկ հաջորդ կանգառը, կամ ինչպես պարոն Ծատուրյանն նշում վերջինը, եղավ Գյումրու դրամատիկական թատրոնը։ Հենց այս շենքում նա աշխատեց 2 տասնամյակից ավելի, եւ ինչպես աջրեմյանցիներն են նշում, նա կշարունակի ապրել իր խորհուրդներով եւ թողած հսկա ժառանգությամբ։ Այս քաղաքը դժվար քաղաք է եւ այս քաղաքը ամեն մարդու չի ընդունում ու գալու։ Նիկոլայ Ծատուրյանն էլ բարդ մարդ էր, բայց Նիկոլայ Ծատուրյանին ճանաչեց այս քաղաքը, Նիկոլայ Ծատուրյանին սիրեց այս քաղաքը եւ Նիկոլայ Ծատուրյանին գնահատեց այս քաղաքը։ Լավ թատրոնը հանդիսատեսի մոտ առաջացնում է թևեր դրչելու համար։ Վատ թատրոնը սմբակներ։ Շատ ճիշտ բան է։ Եվ պետք է ասեմ, որ փառք Աստծո Գյումրի թատրոնը առայժմ թևեր է նվիրում հանդիսատեսին։ Օրեր առաջ 2026 թվականի մայիսի 14-ին 81 տարեկան հասակում մահացավ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բեմադրող, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը։ Ծատուրյանն անգամ մոտ 1 ամիս առաջ իր վերջին հարցազրույցում նշում էր. պետք է մտածել վաղվա օրվա ու թողած հետքի մասին, ապրել առանց տրտնջալու։ Ներկան եւ մանավանդ ապագան։ Ում ենք ինչ թողնելու։ Ես չի հանդիպել նման ռեժիսորի բարդ, հակասական ու նաև պահանջկոտ, շատ պահանջկոտ։ Ու երկարատև աշխատանքից հետո ծնվեց ներկայացումը։ Ես մի օր նկատեցի, որ ես բեմում ոչ թե խաղում եմ, այլ ապրում։ Հետաքրքիր երևույթ է, չէ, բեմում ապրել կամ խաղալ։ Դա Երևանի շնորհիվ էր։ Անկեղծ հստակ խոստովանեմ, որ ինձ շատ հոգեհարազատ էր այն ռեժիսուրան, որով աշխատում էր Նիկոլայ Երվանդիչը, որովհետև նա ցանկացած ամեն իրավիճակում միշտ կապ չունի, տխուր էր, ուրախ էր, միշտ հումորը անպակաս էր Նիկոլայ Ծատուրյանից։ Այնքան մեծ ժառանգություն է թողել եւ ուսանողներին, եւ արվեստագետներին, մեզ բոլորիս լավատեսություն, լալկանություն հանել ամեն տեսակ երևույթներից, որ պետք չի լալկան լիներ եւ ասում էր հայրիկիդ ինչի է մեծ, որովհետեւ անընդհատ ասում են վայ աման, էս ինչ եղավ։ Իսկ ռուսները ասում էին նիչիվո, переживем։ Ինքը միշտ ինձ ասել է, երբեք չտխրես, իմ մասին տխուր չխոսես։ Ես չեմ խոսելու երբեք իր մասին տխուր։ Միշտ պարոն Ծատուրյանի մասին այն սերունդները, ովքեր գալու են ու փոխարինելու են մեզ, ես պատմելու եմ միայն դրական ու իրեն հիշելով մի ժպիտով։ Ինքը իմ ուսուցիչն է 23 տարի շարունակ, եթե չլիներ Նիկոլայ Ծատուրյանը, ես չէի լինի այս թատրոնում։ Իմ ուսուցիչն է, ով ինձ սովորեցրեց առաջին հերթին ապրել, ճիշտ ապրել։ Որպես ստեղծագործող պարոն Ծատուրյանը լեգենդ է։ Անհարմար մեծություն էր։ Բարի բոլոր իմաստներով, որովհետև արվեստի մեջ էր, ինքը շատ ինքնասացի ու ինքնատիպ են իմաստով, որ չէր վախենում լինել կծու, թե ներկայացումներում եւ թե կյանքում, եւ այդ իր մտավորական տեսակը տարբեր բնագավառներում շատ ցցուն է ընդգծվել։ Երևանդիչի գալով ես հասկացա, որ թատրոնը կետանի մարդային ոգու կյանք է, կարողանաս պետք է ստեղծել, քայլեցնել, բեմում ապրեցնել ու խոսել բնական տոներով։ Որովհետև պարոն Ծատուրյանը կյանքի մասին էր։ Պարոն Ծատուրյանի ամեն մի ստեղծագործությունը ու նաև ամեն մի ստեղծագործական շրջանակներում քննարկումները կյանքի օրինակներով, կյանքի ապրած կյանքի օրերի ձեռքբերումներով մեր թատրոնում երիտասարդների մուտքը իր կողմից եւս ողջունվել է։ Ուրիշ գնահատականներ են, ուրիշ երաժշտություն է, ուրիշ մոտեցում է։ Բայց ես էլ պետք է այս նորն էլ վերցնեմ, թե չէ իմ հնով հին արդեն։ Բայց ես էլ եմ այդ բաները ստանում էներգիա։ Բայց այդ այլ ստիպում է ջահելությանը չփում է, ստիպում է միշտ ջահել բնաս։ Որ մեծերի հետ են հասցրել աշխատել, միշտ նախանձով է լցվում։ Այսօր ես պետք է խոսեմ մի մեծ մարդու, մեր վարպետի մասին, ում հետ առիթ ունեցել եմ աշխատել, ստեղծագործել, զբաղված լինել նրա ներկայացումներում, խաղալ գլխավոր մեծ դերեր։
սովորել նրանից, որովհետև նրա յուրաքանչյուր ներկայացումը մի մեծ վարպետության դաս էր։ Շատ համառ, դիպուկ, ուղիղ մարդ էր։ Ոչ միայն որպես մարդ, այլ նաև որպես ստեղծագործող, որպես ռեժիսոր։ Գիտես ինչա, երիքը ես լացուկուց։ Շնչեք, ոչ թե գոյեն դեպեք ապրեք։ Ծատուրյանը չէր սիրում լացող մարդկանց, չէր սիրում լաց, հուզմունքի մի հատ աստիճան կար, որ մինչև այդ աստիճաններն է ընդունում, բայց թող հիմա ինքը ինձների, բայց ես ամեն վարքյան իրան տալից դեռ չեմ կարողանում սսպեմ ինձ։ Սուրո հակասական ստեղծագործողներ պատմում են գործընկերները ավագ ու կրտսեր սերունդից։ Վերջին բեմադրությունը 3 անունով մի աղջիկն էր, որի գլխավոր դերակատարը Ջեմա Ադամյանը նշում է պատիվ էր համագործակցել Ծատուրյանի հետ։ Ամենատպավորվածը ներկայացման փորձերի ընթացքում դիալոգներ, երբ պարոն Ծատուրյանն ինձ ասաց, որ ես փորձեմ բոլորին դուր չգամ։ Եվ այդ նախադասությունից հետո երևի հենց այդպես էլ անում եմ։ Ծատուրյանին ինչպես Գյումրիում, այնպես էլ ամբողջ հանրապետությունում շատերն էին ասոցացնում Գյումրու հետ, իսկ գործընկերները նրան գյումրեցի էին համարում։ Նիկոլայ Ծատուրյանը դարձավ գյումրեցի։ Վերջի 22 տարի կապված լինել նույն թատրոնի հետ, նույն դերասանական կազմի հետ, նույն ստեղծագործական կազմի հետ, արդեն մենք նրան դարձրինք գյումրեցի, ոչ թե ինքը դարձավ գյումրեցի։ Ծատուրյանը պահանջկոտ էր նաև հենց ինքն իր անձի նկատմամբ, ուստի վերջին հարցից եւս նույն պատասխանատվությամբ էր պատասխանել։ Տեսությամբ, որ դիմում եք ներկայիս երիտասարդ սերունդին, ինչ կասեք։ Անենց արեք, որ ձեր երեխաներին թողնեք մի քիչ կարգին երկիր եւ ապագա։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Եղավ։ Հրաչ Սահակյան, Խան Հովհաննիսյան, այսօր։